Եթերում տեսլականն է, բարև ձեզ։ Հրաշալի լուր ունենք այսօր, սիրելի հայրենակիցներ։ Մեծ փոփոխության փուլը մտավ Հայաստան։ Այսօրվա իմ հյուրը ոչ միայն կփոխի ձեր պատկերացումը ժամանակի մասին, այլ կփոխի այն կարևորը եւ կիմանաք ով եք դուք այս տիեզերքում։ Մոռացեք Գրիգորյան օրացույցը, մոռացեք նահանջ տարին եւ պատրաստվեք լսելու մի համակարգ, որը այնպես ինչպես տիեզերքը չի կրկնում երբեք անցածն ու հինը, այլ գնում է հավերժացում եւ կատարելագործում։ Իմ հյուրը հնագույն քաղաքակրթությունների անկախ հետազոտող Վազգեն Գևորգյանն է։ Նա այսօր համարձակորեն ասում է. ժամանակը չի անցնում, այն վերահաստատվում է, եւ որ Հայաստանը կարող է լինել աշխարհի նոր ժամանակային առանցքը։ Եթե պատրաստ եք լսելու մի բան, որից կարող է անհանգստանալ նույնիսկ պաշտոնական գիտությունը, ապա մնացեք մեզ հետ։ Եթե ես չհասցնեի, այն ինչ որ հիմա կարողացանք համակարգել, ուրեմն չէի հասցնելու։ Հիմա Հայկը այսպես հանելու է բոլորին, ողջ մարդկությանը։ Ուրեմն այսօր մենք գտնվում ենք այդ վերակայման, վերագործարկման ժամանակային շրջանում։ Մահերը, այո, այն որ մտել էր քարի տակ 12000 տարի առաջ, այո, այն վերջապես դուրս եկավ։ Մահերը դուրս եկավ։ Այո, արդեն դուրս է եկել 2 օր։ Սենսացիոն բան եք ասում, պարոն Գևորգյան։ Մահերը դուրս է եկել, հիմա կասեմ ավելի։ Հիմա այդ գիտությունը գաղտնազերծված է։ Հիմա գիտությունը գաղտնազերծված է, ամբողջապես բանաձևված։ Ինչու հիմա, ինչու 2025 թվական 100-ամյակներով գլխիվայր շրջվել էին։ Դրեցինք, դմփեցինք, վերջացավ։ Համերաշխություն։ Դրան մնացել է շատ փոքր, 2 շրջապտույտ Հայկի։ Բարև ձեզ, պարոն Գևորգյան։ Բարև ձեզ։ Շատ շնորհակալ եմ, որ այսօր իմ հյուրն եք։ Ես եմ շնորհակալ։ Ես արդեն գիտեմ, դուք դրական լիցքերով եք եկել, հրաշալի լուր ունեք հայտնելու մեր հայրենակիցներին եւ ամբողջ մարդկությանը։ Մինչ այդ հասկանանք շրջանի մասին։ Այսօր մենք ինչպիսի շրջանի մեջ ենք ապրում, ինչպիսի շրջափուլ է սա եւ Հայաստանը որտեղ է գտնվում։ Ուրեմն այսօր մենք գտնվում ենք այդ վերակայման, վերագործարկման ժամանակային շրջանում։ Ուրեմն այդ 25920 տարվա մեջ Հայկը արդեն 1 շրջափուլ կատարել էր 12 թվականին, այո, եւ արդեն կառուցում էր իր նոր պարույրը։ Այդ նոր պարույրը արդեն պետք է վերակայել, վերահաստատել, վերահիմնավորել այս աշխարհակարգը, վերաձևակերպել։ Այն որ հայ ժողովրդի գիտակցության մեջ մահերը, այո, այն որ մտել էր քարի տակ 12000 տարի առաջ, այո, այն վերջապես դուրս եկավ։ Մենք բոլորը սպասում էինք նրան մահերին էինք, չէ՞, սպասում։ Մահերը դուրս եկավ։ Այո, արդեն դուրս է եկել 2 օր։ 2 օր դուրս է եկել։ Սենսացիոն բան եք ասում, պարոն Գևորգյան։ Մահերը դուրս է եկել, հիմա կասեմ ավելի ուրեմն մասնավորված։ Մահերը դուրս է եկել։ Դուրս է եկել եւ ինքը դուրս է եկել ոչ մենակ, այնպես ինքը ինչպես ասել է, որ հրամանք կա, որ երբ աշխարհը կքանդվի, նորից կվերաշինվի, հրամանք կա, որ դուրս գանք այդ տեղեն։ Դուրս գանք։ Դուրս պետք է գար մահերը մեր հետ միասին։ Համակիրներով։ Ոչ, գիտակցված դիտորդներով, հիմա ես կբացատրեմ դա։ Մարդ բանական արարածը, որ գիտակցի համատիեզերական համակարգը։ Հենց այդ գիտակցությունը գա, մահերը դուրս կգա։ Ինքը արդեն եկել է 2 օր։ Սա կբացատրեմ ինչու է 2 օր։ Ինքը իմ մոտ տևեց ուրեմն 25 տարի, այո, ավելի ճշգրիտ, եթե ասեմ առաջին հանդիպումը Հայկի հետ 2008 թվականից մինչև այս 17 տարի է եւ 17 տարի հետո համակարգը վերաբացվեց, տեսավորվեց, տեսականավորվեց եւ բանաձևեց, ստացավ ուրեմն կենթանի շունչ եւ տրվեց աշխարհին։ 2 օր առաջ մենք ուղարկեցինք աշխարհը։ Հայկի հավքը, տիեզերական կենսատեղեկատվությունը գնաց շրջագայության։ Ինչպես գիտեք, Հայկից Հայք 1 տարի է,
Ուրեմն հիմա մենք պետք է հասկանանք, որ Հայկի այդ շրջապտույտը 1 տարի հետո արդեն կվերաձևակերպի աշխարհի փտած գաղափարը, մի խոսքով, սենց ասենք։ Անկայուն, անսթափ, կամայական, անհոգի այս աշխարհը ուրեմն կստանա նոր համակարգային դրույթներ, տիեզերական ուրեմն այդ համադրույթների հետ համատեղ փող համաձայնություն, փող գործունեություն վերջապես եւ դրա մեջտեղում առանձնակենտրոն կանգնելու է մարդը դա ցույց է տալիս հայկյան համակարգը մինչեւ այս Արեգ ջան մարդիկ ժամանակը չեն հասկացել անունը դրել են օրացույց հա եւ մեխանիկական ինչ որ ոչ ճշգրիտ կամայական հաշվարկներ են կատարել իրականում հայ ժողովուրդը իրեն հայկյան բունտոմարը ուրեմն ունեցել է հազարավոր տարիներ առաջ եւ ամենայն ուրեմն չի կարելի հաշվել թե երբ որտեղ իր մեկ շրջանն է 25920 տարի իսկ այն դրույթները որ հիմա բացահայտվել են հասկանալի է դառնում որ այն չէր կարող լինել 3 չեմ իսօր ասենք թե կամ 2000 3000 ամենակիչը Չնայած դա հնարավոր չէ 25920 տարվա շրջան պետք է գիտակցես ժամանակային, այո, որպեսզի այդպիսի գիտություն ունենաս։ Այդ գիտությունը թաքցված էր մեզանից, բայց առարկայական դրված էր մեր աչքի առջև, մեր կենտրոնագմբեթ Խաչաձև եկեղեցիներով եւ հայկյան բուն տոմարի համակարգային դրույթներով, մեր աչքի առաջ։ Հիմա այդ գիտությունը գաղտնազերծված է։ Հիմա գիտությունը գաղտնազերծված է, ամբողջապես բանաձևված, համակարգված եւ 2 օր առաջ մենք թրցրեցինք այդ գիտության, այսպես ասած, հավքը դեպի ուրեմն ազատ թռիչքի, պարանցիկ թռիչք անելու, ինքը 1 տարի հետո այսօրը հիշի։ Ու կհիշես ինչ կկատարվի աշխարհում։ Ուրեմն անգլերեն, ռուսերեն եւ հայերեն թարգմանված ինքը այսինքն շրջապտույտը անելու եւ հավաքելու է իրեն, ինչպես ասում են, ռեսուրսը, այո, գիտակցությունը արդեն միջազգային ասպարեզում առաջին հերթին հիմա մենք պետք է փոքրինչ ուշադիր լինենք հայերս, որտեղ դա մեր հոգեվոր մշակութային ուրեմն հիմնադրույթն է, մեր աշխարհ տեսականն է տիեզերքի, հետո մնացյալին Հետո մնացյալ մարդիկ նույնպես, որտեղ ժամանակը բոլորին է հավասար, այդպես է մարդ արարած ժամանակ, որտեղ ժամանակը ինքնին կենթանի ուրեմն կենսագիտակցությամբ, գիտակցությամբ, կենսադրույթներով, կենսագործունեությամբ, կենսատեղեկատվական մի ուրեմն գործոն է, որի ուրեմն ենթակայության տակ է համայն բնությունը եւ համարժեք մարդը։ Համարժեք մարդը։ Ուրեմն հիմա չկա այս աշխարհում եւ որևէ տեղ տիեզերքում որևէ մասնիկ մասնաբաժին թե ամբողջություն, որը ներազդեցություն չունենա ժամանակից։ Ճիշտ է։ Բոլորն ունեն իրենց ժամանակը։ Ճիշտ է։ Եվ հիմա մեր ժամանակային, ուրեմն մեր ամբողջ բնությունը, ուրեմն ենթական է ժամանակին, այո։ Եթե նույնիսկ եղանակային այդ բաները, սեզոնային բաները վերցնենք, ծառերի ծաղկումը եւ այլն, բայց նաեւ ամենակարևորը մարդը պետք է հասկանա, որ ինքը, այո, ժամանակով եկել է եւ ժամանակով պետք է անցում կատարի։ Ու այդ ժամանակի մասին որևէ մեկը տեղյակ չի։ Եվ այդ հիմնադրույթներին տեղյակ չեն։ Կամայականությունը հայից վերցրեցին, փակեցին այդ գիտությունը, այո, որպեսզի կառավարեն աշխարհը ստեղծեցին կեղծ կենսատեղեկատվական դաշտ այո տարբեր բաներով համակարգներով տվեցին մեզ խաբեցին մեր ձեռքից վերցրեցին մենք մեզ դավաճանեցինք այսպես պետք է ասենք նույնիսկ հենց կոպիտ սպանեցին այո ջնջեցին եւ այլն բայց մնացել էր ինքը, որտեղ մեր իմաստասերները շատ իմաստուն եւ զորեղ մարդիկ են եղել, որտեղ նրանք հասկացել են, որ ինչպես կառուցել, ինչպես թողնել հետագա սերունդներին եւ այդ կառույցի
պորտը աշխարհի եւ տիեզերքի, հա, Տաթևի գավազանասյունը, այո, 2008 թվականին ես գնացի նրա մոտ հանդիպման եւ հայտնաբերեցի իմ համար իհարկե առաջնահերթ Հայկին։ Եվ դա այդ օրվանից սկսվեց այդ երկարամյա տեխնաջան ամենօրյա աշխատանքները տարիներ շարունակ մինչև հիմա այդ օրվանից սկսած չի եղել մի գիշեր օգոստոսի 11-ին որ ես չլինեմ կամ Տաթևում, կամ Քարաունջում, կամ Հալիձորում, կամ Որոտնավանքում, միշտ Հայկին ինչ-որ մի տեղից գնացել եմ ընդունել, որպեսզի ես հասկանամ, ինչ է ասում Հայկի լռությունը։ Շունչը ընկալեմ, որպեսզի հասնենք ու բացահայտենք այն, ինչ որ այսօր մեզ հաջողվեց։ Դուք համոզված ասում եք, որ Հայաստանը հիշողության տարածք է, որտեղ ժամանակը պահպանում է հին կոդերը, եւ հայկյան բունտոմարը այդ կոդերի բանալին է։ Իհարկե։ Այդպես է դուրս Անխոս, դա այդպես է, որովհետեւ առանց հիշողության որևէ համակարգ չի, առանձնապես ժամանակը ինչպես կարող է հիշողություն չունենա, հա։ Հիմա դուք պատկերացնում եք այդ համակարգիչը, ասենք, զրկես հիշողությունից կամ մարդուն զրկես հիշողությունից։ Ինքը իր մասին չիմանա։ Գոնե, ասենք, պապերի մասին չգիտի, գոնե մորն ու հորը ճանաչում է, իր մասնագիտությունը ճանաչում է։ Բայց պատկերացրու, որ իր կյանքի ընթացքում մեկը գլխին խփի, չէ, կամ վանտա, ինչ-որ ավտովտար լինի, ու ինքը կորցնի, դենց դեպքեր կան, չէ։ Այս մարդը, ասենք, ինչ-որ մասնագետ է եղել, տաղանդավոր, ասենք, երաժիշտ է եղել, չէ։ Հետո կորցնում, իր անունն էլ չգիտի ով է եղել եւ այլն։ Ահա որ վիճակ է լինում, չէ։ Հիմա հիշողություն ունի ամեն մի բան, որ կա այս աշխարհում։ Բլոճն էլ ունի հիշողություն։ Ամենը համայնը ունեն հիշողություն։ Հայաստանը հիշողության տարածք է, հայկյան բունտոմարի կոդերի բանալին մեր ձեռքում։ Այդ առումով, քանի որ Հայաստանն է զրոյական կետը, տիեզերը աշխարհագրական կետը, այդ հիշողությունը ինքը անթաքույց պահպանել է։ Անթաքույց է պահպանել։ Պետք էր ուղղակի փոքր-ինչ ուրեմն միտվել այդ գիտելիքներին եւ միանգամից կլիներ։ Իհարկե 17 տարին թվում է թե շատ է, ինքը մի վայրկյան է ընդհանրապես։ Տիեզերական նույնիսկ վայրկյան էլ չի, միլիվայրկյան էլ չի։ Հիմա նայի դուրսը մի հատ այսօր ինչա կատարվում, չէ, աշխարհում։ Բոլոր գերտերությունները ուտում են իրար ու պետք է ուտեն այնքան, մինչև հասկանան իրանք ով են եւ ինչու են իրանք մոռացել, որ իրանք մարդ են։ Հայկը բուժելու է բոլորին։ Հայկը բուժելու է, ով որ հայկին չհասկանա, ով հասկանա կանմահանա, ովքեր էլ ոչ կլուծարվեն տիեզերքից որպես անկոչ։ Մենք հիմա պետք է կարողանանք հասկանալ, որ մարդը, եթե այսպես ինքնամոռաց թմբիրի մեջ շարունակի, ուղղակի տիեզերքը կստիպի նրան, իմջալոց տիեզերքը ոչ մեկին ոչինչ չի ստիպում, դա սխալ դրույթ է, այլ ինքը ինքնալուծարի իրան։ Հա, եթե այս հայկյան համակարգը չբացահայտվեր, ինքնալուծարմաներ գնալու։ Աշխարհը եւ մարդը, մարդկային աշխարհակարգը մահերը կմնար իր տեղը, հա, էլ դուրս չէր գա մահերը։ Տիեզերքը նոր որոշում կկայացներ։ Մենք բանական, տիեզերական, չէ, արարչական այդ մեկ մասնիկն ենք, դու պատկերացնում ես, հələ ամբողջ տիեզերքը նայի, մեկ նայա բանական բարձրագույնը արարիչը, մեկ էլ մենք։ Մենք անդաստիրակ լպիրջ արարածներ ենք, որոնք դեռևս չենք վերադաստիրակվել։ Այն փուճուր երեխեք են չար լինում, էլի։ Անդաստիրակներ ենք։ Անդաստիրակ։ Սաղ ասված այդ բառի մեջ, հա։ Տինը տիեզերք, հա, տիվ, օր, շարժում եւ այլն, հա։ Արկենսություն, եվակ շրջապտույտ, Պաուրաձև, այո։ Դրա համակարգը, եթե մենք չգիտենք, ուրեմն մենք բոլորս անդաստիրակ ենք։ Հիմա լավագույն շանսն ենք տվել մարդկությանը, ինքը ուզի չուզի վերցնելու է, որտեվ այս ընթացքը այն ինչ որ ես ասում եմ, ու հաստատապես եմ արդեն ասում, որտեվ այն գործիքակազմը, որ իրանք օգտագործում էին մեր դեմ, որպեսզի մեզ կործանեն, դարձնեն տմարդի
ստրուկ արարածներ, դա համացանցներ, չէ՞։ Երեխեքին կտրեց կարդալուց, երազելուց, արարելուց, դնում է ինքը բան անում, առաջարկում ասում է, էս նայի, այն նայի, իրանք հենա հիմա մեջները մտած, ուրիշ մի հատ վիրտուալ աշխարհում են։ Այլածին աշխարհում են։ Հիմա, եթե տենց մնա, մարդը կործանվելու է, բայց նույն այդ համակարգը նա ով մեզ խանգարում էր, նա էլ մեզ կօգնի։ Կովկասի գերուինների մեջ շուրիկը օգնեց ներնային տանելու, չէ՞։ Հիմա այդ նույն համացանցը ինքը այդ կենսատեղեկատվական, տեղեկատվական, ոչ մի կենսություն այնտեղ չկա, տեղեկատվականն է, որ կարողանում է բոլորին խաբել, չէ՞։ Հիմա մենք իրանց գործիքակազմով դրել ենք, դեմա չի առնվելու, հասկանում ես, գնաց, թռիչք ապրեց, ինքը կշրջագայի, Հայկի շրջագայությունն է մեկ շրջապտույտը կոչվում, Պարուրաձևի Միջայլոց շրջապտույտը, որտեղ ի տարբերություն է մնացած համակարգների, Հայկի ուրեմն համակարգը Պարուրաձև է, պարանցիկ շարժումով, որը ապահովում է կատարելա գործություն, հասկանում ես, դեպի զարգացում է մղում ուրեմն համայնին եւ առանձնապես մարդուն։ Մարդը հիմա գծային այդ փարփակված շրջանի մեջ է գտնվում։ Նույն կետից գալիս է նույն կետը, նույն կետից գալիս է նույն կետը եւ ավելի ցածր է անկնում, այն որ ասում հասել է հատակին։ Հիմա ինքը հասել է այդ հատակագծի եզրագծից ներքև է արդեն ընկել։ Հիմա Հայկը այսպես հանելու է բոլորին ողջ մարդկությանը։ Պարուրաձև հանելու է դեպի կատարելագործում, զարգացում, վերջ, արդեն դա կատարվել է։ Եթե ես չհասցնեի, այն ինչ որ հիմա կարողացանք համակարգել, ուրեմն չէի հասցնելու։ Ու իմիջայլոց ինձ մի 10 տարի առաջ որ ասեի, թե ինչ 10 տարի, ասենք մի տարի առաջ էլ։ Ինձ շատ հեռու էր այն օրը, որ այսօր ես կարողացա իմ ընկերների հետ համակարգել եւ ցուցաբերել, էլի։ Հեռու է, ես էլ չէի հավատա։ Ես ներքուստ հավատ ունեի, բայց մարդկային իմ գիտակցությունը չէր հավատում, որտեղ այնպեսի մի հզոր բան է, որ ինձ թվում էր ես չեմ կարող տակից դուրս գալ, չեմ կարողանում։ Պարոն Գևորգյան, այնպեսի ոգեղեն երևույթի մասին եք խոսում, որը ոչ թե միայն հայկական է, այլ համամարտկային է։ Իհարկե։ Առաջին իսկ հայկականը ինչքանով է հայկական։ Մի հատ արեցի ճշգրտենք, իհարկե համակարգային է, որտեղ համատիեզերական է, չէ՞։ Ինչու է հայկական։ Որտեղ տարածքի առումով իմաստասերների գիտելիքն է եղել մեր հազարավոր տարիների։ Մենք իրանց այդ նույնիսկ քանակը եւ տարիների թիվը հիմա չեն կարողանում հաշվարկել, հասկանում եք։ Քանի հազար տարի չգիտենք, 25-ը քիչ է, 50-ը քիչ է, 100-ը քիչ է, ու տես քիչ է։ Ինչքան ասես քիչ է։ Հասկանում ես։ Այսինքն ճշգրտվում է նաեւ պատմությունը։ Այս ինչ են խաբել մեզ։ Այս ինչ պատմություն են ներկայացնել այդ, որ մարդը ասենք խոսքի սրանից մի 7000 տարի առաջ վայրենի է եղել, հասկանում ես, ընդ կրակի վրա, չգիտեմ, բանել էփել չի իմացել, էլի, հասկանում ես։ Այնինչ տիեզերքի հետ անմիջական շփում է։ Ոնց էս համակարգը ոնց է ինքը Թաթևիսյունը կառուցվել։ Տիեզերքի կենտրոնն է ցույց տալի, սպիրալի, այդ Պարուրաձև սպիրալի կետնա ցույց տալի տիեզերական։ Հասկանում ես ինչ։ Հետո ես հիմա չեմ ուզում այդ բարդությունները բացատրեմ։ Մարդիկ թող առաջնային լսեն, վերցնեն, իմիջիայլոց ես կխնդրեմ քեզ Արեգ ջան, այդ հղումը դնես, որպեսզի իրանք կարողանան, ով ցանկություն ունի, վերցնի կարդա։ Ու ես խորհուրդ կտամ բոլորին կարդալ, անկախ նրանից կհասկանաք, չեք հասկանա, այդ կենսատեղեկատվական բան է, ուղղակի կարդացեք, ինչ էլ որ կընկալեք հերիք է։ Մենք այդ հղումը կտեղադրենք այս հաղորդման մեկնաբանությունների բաժնում եւ մեր հերթադիտողները կարող են օգտվել, կարդալ, անմասն չմնալ եւ հաղորդակցվել։ Պարոն Գևորգյան, ես դեռ այսպես ասած էյֆորիկ վիճակում եմ, քանի որ ասացիք, որ մհերը քարից դուրս եկավ։ Քարի տակից, բան չէ։ Այո։
Ամռան մի գիշեր մի հատ հովիվ ելնում է գիշերը, չէ, մի հատ հովիվ այդ խենթա ելնում էլ այդ հովիվը։ Գիշերը սարն է ելնում, մի հատ քարի մեջ նայում է քարի անցքից։ Նայում է մահերը նստած է, ինչ է քեզ հիշացնում։ Ամռան գիշերը մենք իրար հետ ուր էինք գնում, քարան, ահա։ Այնտեղից որ նայում էինք, ում էինք տես։ Հայկին։ Վերջ։ Որերորդ քարի արանքից։ 63-րդ։ Ահա։ Ինքը այնտեղ նստած է։ Հիմա այդ դրա գիտությունը այն է, որ մինչև գիտությունը վերցանես, ինքը տակից դուրս չի գա, բարձ չի, այդ գաղափարը, այդ գիտությունը նստած է իր համար հանգիստ։ Անկախ քեզնից ինքը կա, չէ։ Հիմա շատերի մոտ հարց է առաջանալու Հայկ, Օրիոն համաստեղություն, տիեզերք, անցում, դյուցազնավեբ, էպոս, մհերի կերպար, քար։ Այո։ Խնդրում եմ այդ տարբերության մասին խոսենք, Հայկ, մհեր։ Հիմա նայ, Արեգ ջան, որպեսզի ես խոսամ աստղագիտության մասին, տես չեմ շատ բաներ, խուսափում եմ խոսալու, որ ասեմ այնտեղ այդ սինգուլյար կետը, չգիտեմ, սենց բան, ֆազային ինչ-որ բան, մարդիկ ուղղակի չեն հասկանալու, եւ ես ուրեմն տեսակավորում եմ, կերպավորում եմ, չէ, իմ ասածս տարբեր ուրեմն օրինակներով, որպեսզի հասկանալի լինի։ Հիմա պատկերացրեք այդ իմաստասերների գեր դասակարգը, որ սա գիտեր, ու նա ինչ գիտեր, որ գալու է ժամանակ, որ գնալու է ուրեմն այդ ետնասերման, այսինքն վայրենիները կործանելու են այդ գիտելիք գիտություն, որտեղ իրանք վայրենիներ են, հա, այդ քոչվոր ցեղերը, հա։ Հիմա ինչպես դու այդ գենետիկ կոդը ժողովրդիդ համար պահես, կգա անգրագիտության, խավարի մի ժամանակաշրջան։ Ուրեմն պետք է ստեղծվեր առասպելներ, այո, առասպելների տակ դնել այս իմաստաբանությունը եւ թաքնագրել։ Արդեն այդ թաքնագրում չի, թաքնագրումն է նա, որ դու չես հասկանում։ Կբերեն, կհասնեն այս ժամանակ, երբ որ դու այդ գիտությունը կգտնես, հետո կբացես առասպելը, կարտաս, կասես, այ ախպեր, ախր էս էր ասել։ Հա, այդ տենց էլ լինում է։ Որին կպնում ես, նույն բանի մասին է, էլի։ Որ դու ասում ես առաստաղ չես հասկանում, գիտես պատալոկ է, էլի գլխիդ վերևը։ Պարոն Գևորգյան, այսքան ժամանակ համակարգը չէր փոխվել, ասում եք արդեն համակարգը փոխվեց եւ կարելի է ձեր խոսքից ենթադրել եւ եզրակացություն անել, որ բելերը պարտվեցին, այդպես է։ Այո, վերջ, բելը պարտվեց։ Ոչ թե հակառակը էլի։ Մի հոգավորը որ թարց բաներ ասում, հակառակը չի։ Հայկը երբեք չի պարտվել բելին, երբեք չի կարող պարտվել, իսկ հիմա պարտվեց բելը, Հայկին, 2 օրա պարտվելը, 2 օրա, նորից եմ կրկնում, հիմա այդ բելիկները ինչ ուզում անեն, ես նորից իրանց ասում եմ, խելքներդ գլուխներդ հավաքեք, այ բելիկներ, արդեն դուք չկաք, դուք պարտվել եք, չկաք, Ինչու հիմա, ինչու 2025 թվական 100-ամյակներով գլխիվայր շրջվել էին, ինչպես հասունացավ այս ժամանակահատվածը եւ միթե սա պետք է լիներ, դա ծրագրավորած էր, թե նախախնամություն կար։ Նու մենք ասենք ամեն ինչը, չէ, հիմա ծրագրավորել ենք, որ Ծիրանը ասենք պետք է հունիսի սկզբներին հասնի կամ թութը, չգիտեմ ինչ բան, բնականում բան է։ Հիմա այն համակարգը, որ 4000 տարի ձեռքից վերցված էր եւ պահված էր, ստեղծված էր դրա տեղը ուրիշ գաղափարախոսություն, հա, խոտոր, աղավաղված։ Այդ աշխատեց, մի օր ինքը պետք է իրան ինքը իրեն վերջ դներ, չէ, ինքդ քո ձեռքով, քո ձեռքով քո վերջը կտաս, չէ, թուլատնա ասում, չէ, Ֆիրդուս Ռուստան Զորաբի մեջ։ Ամեն ինչը բնականon է այս աշխարհում։ Պետք է հասունանար պահը, ավրը, հայերեն պահ ավրա կոչվում է, եւ վերհառներ նորից Հայկը, ուրեմն նորից եմ ասում, դա պատահականություն ոնց է կամ նախախնամություն։ Երբ որ Հայկը մեկ շրջապտույտը կատարել է 2012 թվականին, ուրեմն երբ որ նա եկավ, կանգնեց իր միևնույն կետին, որ եղել է 25920 տարի առաջ, համակարգ փոխվեց տիեզերքում, ուրեմն ժամանակի ամեն մի կետը յուրահատուկ եւ առանձնահատուկ է։
Այսինքն երբեք չի կրկնվում։ Վրա ենք մենք։ Այո։ Պետք է գալ վերակայման, գիտեին, Արեգ ջան, եթե դու վերցնես հիմա Տիբետ, քրիստոնեություն, մահմեդական, բոլոր կրոնների բանը կարդաս, կանխագուշակումները, այս արդիպ։ Նրանք բոլորն էլ այսօրվա մասին ասում են։ Նույնիսկ եթե չեմ Մայաներ, չգիտեր, քրիստոնեության մեջ ասում եմ, այս ձերդ կլինեմ, մինչև այն ժամանակների վերջը, երբ որ ասում եմ, սափորով ջուր տանող մարդը կգա, ու գնացեք նրա հետևից եւ տվեք իմ զատիկը։ Ջրոսի բանը հիմա համաստեղության գլխավոր ալֆա աստղ է հասարակացի վրա, հենց Տաթևիսյան վրա է ալնում մարտի 20-ին։ Խոսենք նաև հայկական հողի մասին եւ Հայաստանի մասին։ Ինչու հենց այդ համակարգի փոփոխությունը պետք է ուղիղ համեմատական լիներ Հայաստանի հետ եւ այդ ռեստարտի վայրը պետք է լիներ հայոց հողը։ Որտեղ ի վերս տված զրոյական գոտին գտնում է Հայաստանում։ Հիմա այդ հայկի համակարգով արդեն ապացուցված դրույթ է դառնում աշխարհի մասշտաբով։ Այսինքն այնպես չէ, որ մենք կամայականորեն ասում ենք Հայաստանն է։ Դա ի վերս տրված տիեզերքի կառույց է, այս աշխարհագրական դիրքը, որտեղ համատեղում է երկինքն ու երկիրը։ Համատեղում է բոլոր ուրեմն համակարգային դրույթներով։ Բոլոր ինչքան կա դրույթներ գալիս է հավասարակշռման մեջ է իմջալոց այդ մինտակա հայկի հենց գերաստղը որը հասարակացի վրա կոչվում է կշիռք հենց այդ կշիռքը հավասարակշռում է այդ բոլոր համակարգները գալիս կանգնում է կետը իր կետին որը հենց տիեզերակ ուրեմն տիեզերքի առանցքակենտրոն կետն է երկնային Ոնց ուզում ես պատտվի, ինքը բերում է մեր ժամանակը ինքն է կառուցում, տալիս է մեզ 24 ժամ, արևը չի տալի, այգն է տալիս։ Էդի մինչև հիմա չենք գտել, թե որ կետից հաշվեն։ Համարը կասկածում են 24 ժամ, թե 28 ժամ։ Այգը 24 ժամ է, այդ էլ արդեն ապացուցված բան է, թող նայեն, փորձեն մեզ հակասել, որևէ մեկը, եթե քաջություն ունի, էլի, որտեղ խայտառակ են ելնելու մեկը, բոլորը որ ինչու չեն կարողացել տեսնել։ Իզորու չեն եղել, որտեղ իմաստասիրած գենը իրանց մեջ չի եղել։ Դա տրված էր հային եւ այսօր հայն էլ պետք է բացահայտեր։ Հա, բայց քանի որ մենք մարդասեր ժողովուրդ ենք, այո, մենք բերելու ենք հայկյան համակարգով համերաշխություն, փոխհամաձայնություն ոչ ողջ աշխարհին։ Հասկանում եք, ոչ ողջ աշխարհի մարդկությանը Մենք բարոյական, պատիվ ունեցող, մարդասեր ժողովուրդ ենք, այսինքն մենք ասելով մեր մշակույթը նման է երաշտակարգին, ագերսում եք դաշնամուրի վրա դոնորեն իրար հետ կռիվանեն, մինուֆան, սոլնուլյան, սենց, էլի ծեծեն իրար, խփեն, ջարդեն, փշրեն, բաման, սենց եւ այլն, հա, տենց բան կարա լինի, մեր համակարգը հարմոնիա է տալիս բոլոր մարդկանց Բոլորին համատեղում փոխհամաձայնություն է տալիս։ Այսպիսին է հայկյան համակարգը եւ հավերժություն է տալիս մարդկանց, հասկանում եք, տալիս է լավագույն ուրեմն այդ ընթացքը, որը մարդուն տանում է դեպի ոչ թե դեգրադացիա, այլ կատարելագործում էվոլյուցիա։ Սա է հայկյան մարդասիրական եւ բնականon տիեզերական համակարգը։ Սովորական մարդը ինչ ներդրում պետք է ունենա կամ սովորական մարդուց ինչ է պահանջվում որպեսզի Ոչինչ չի պահանջվում սովորական մարդուց արդեն իր ուրեմն խելքի այսպես ասած գիտակցության խնդրականն է ոնց կուզի թող անի այդ սովորական մարդը արդեն ոչ մեկից ոչինչ չի պահանջվում հիմա մարդու կամքը ազատական է ով ոնց ընկալեց այնպես էլ նրա հետագան կլինի կառուցվի նրա ապագան Ոչ մեկից ոչ մի պահանջ հայկն ու տիեզերքը չունեն, չկա տենց բան։ Այդպես բան գոյություն չունի։ Ինքը հայ ժողովրդից էլ բան չի պահանջում, հասկանում ես, որ պահանջեր շուտ կվեկալեր նետը կխփեր հայերին, հայ որ չլնեն այս մարդիկ։ Ինքը թողել է իրանք դեգրադացվեն, անկարգանան, կարգ ու կանոնը խառնեն, հա, որպեսզի այսօր գան կարգավորվեն եւ օգնեն աշխարհից։
Դրա համար Արեգ ջան, ոչ մեկից մենք պահանջարկ չունենք ոչ մեկից։ Այդ պահանջարկի մասին չի խոսքը։ Կան մարդիկ, որոնք այսպես ասած ցանկանում են այդ գործընթացի մասնիկը կազմեն եւ նրանք նույնպես ներգրավեն եւ ինչպես շատերը մտածում են, որ նրանք եւս կարողանան ընտրել այդ փրկության ճանապարհը։ Ձեզանից խնդրում եմ այդ փրկության ճանապարհը ընտրելու գիտակցության մեջ բանաձևը Դե բանաձևը ո՞րն է, նոր չեմ ասում հիմա։ Ավելի པարզ ասեք, Պարզ ոնց ասեմ, դու պետքա վերցնես, ուրեմն գիտակցաբար մի քիչ դժվար է, որ թիթվաբանություն է, էլի, բայց այդտեղ մի հատ կենսագիտակցություն կա։ Այն որ քեզ կառավարում է, դու էլ իրան չես լսում, չէ՞։ Ասում է, էսի արդար չի, չէ՞, էսի ասում է, էսի արդար չի, էսի լավ չի, չէ՞։ Այսի ասում է, բա ինչ անեմ, բոլորը տենց են։ Բա ոնց տուն պահեմ։ Բա ոնց փողահապատակ չլնեմ, հա, բա երեխես սոված մնա, բա ես ինչ անեմ, այնի ասում է ախպեր ջան, անմարդկային բաներ մի արա, մարդ եղի, ասում է, բայց ով է մարդ, որ հիմա էսի է ասում, հիմա նույնն էլ էսա, էսի կասի, ինքը կնայի կարդա, կամ իրան մի բան կասի, այդ ամեն ինչը, կամ էլ բան էլ չի ասի, հետո ինչ է ալնելու, Սա գիտես հայ ժողովուրդը ընդունելու է, ասենք պետություն, մեծություն, այդ պետությունը հայկյան է եղել, չէ՞, կառուցվել է, կազմավորվել է, ես իմ երբ հայկով, չէ՞, պարզվեց ոչ այն 3000 բելի ժամանակները, այդ վաղ չէ, ես իմ քանի 100,000 տարի առաջ պարզեցինք, հիմա պարզեցինք, չէ՞, հետո աշխարհն էլ է պարզելու էդի, որովհետև այդ համակարգը չէր կարող գիտակցվել ինչ-որ մի փոքր այտենց չնչին մի բան, մի հատ շունչ է էլի տեզերական 25000 տարին, ինչ է, ոչ մի բան էլ, մենք գիտենք թե ինչ է։ Մենք հավերժ ենք, գնալու ենք, գալու ենք, էդ էլ է տենց։ Հիմա դա համակարգվել է ես իմ երբ։ Հիմա նորից եմ ասում, պարտադրանք չկա։ Այս սիրտը միշտ կապ ունի գիտակցություն կա, գիտես չէ, այնտեղ նեյրոնային 80,000, հիմա էլ ասում են ավելի շատ է։ Կարևոր չէ, այնտեղ գիտակցություն կա։ Ուղեղից ավելի հզոր մի հատ գիտակցություն ստեղն է, առաջնային է էսա, սա ասում է ուղեղը, ասում է ոչ, մարդը սաղոր իրար հետ կռիվ անում, չէ, ասում է ամոթ է, չի կարելի բան, ասում է, ինչ անենք, բայց արդարացված է, Որպես փորձառու պարոն Գևորգյան, դա հաղթահարելու բանաձև ունեք, ինչպես Չկա բանաձևը, մարդը ինքն է որոշում, ինչ բանաձև։ Դա որոշումով է։ Բա ոնց, բա Ընտրություն է դա։ Տիեզերքը իրան տվել է հնարավորություն, ասում է ոնց գիտես, ազատ է քո կամքը, մարդ արարած, իրան պետք չի դմբով մի հատ շահ խնդիր մեկ ասի։ Բան չհասկանա, սուտ խաղ է, չէ, կյանքը խաղ է, անցավոր, ես միշտ հոգի տիեզերքի մեծ հոգու հետ, ինչ կա որ, հա, Թումանյան, խաղ է։ Հիմա եթե մտել ես այդ խաղի մեջ ու ձևակերպվել ես որպես դերասան, խաղացող, հա, մեկ ես դերն ես խաղում, մեկ ես դաշտում ես խաղում, այն բան ֆուտբոլիստներ կան, մեկ ես կոմանդում են խաղում, մեկ են կոմանդում, գնում են առաջվա կոմանդին գոլ են խփում, բան, հիմա մարդը տենց է։ Դառը էլի, իր որոշումը չի։ Հիմա մենք իրան ինչ ասենք։ Հայկը իրան ինչ ասի, հայկը իրան բան չի կարա ասի։ Այդպիսիններին հիմա ոչ միայն մեր ժողովրդի պլանում, այլև ամբողջ աշխարհում հայկը ասելու բան չունի։ Ինքը լուր կատարում է իրեն գործը։ Լուր խոհեմ համբերատար եւ սիրահոժար է կատարում իր գործը։ Ով ունի իրեն սրտում սեր, պատիվ, պարտականություն, պատվախնդրություն, կտեսնի հայկին։ Ինքը բացատրությունների կարիք չունի հայկը, հասկանում եք, սա ներշունչ է, շունչ է, հիշողություն է, ամեն ինչ է հայկը, տիեզերք է, կամ դու դրան ընտրում ես, այն որ երաժշտություն լսում ես, կամ դուրդ գալիս է, չի գալիս, չէ, հիմա այս հայկի երաժշտությունը, մինչ որ այդ համակարգը ոնց որ երաժշտություն լինի, ոնց որ նոտայագիր սիմֆոնիկ երաժշտություն լինի, որ նայում ես, շշում ես, այդ թվերը, այդ սինգուլյար, այդ կոնստանտները, որ գալիս են, ու դուրս են գալիս եւ մտնում են ուրիշ համակարգներ։ Գրված է չէ զմուտ եւ զել ամենայն գիտությանց ըստ կարգավորութիվն հայկի, հա։ Իդրունք հայկի, ի սահմանադրություն հայկի, գրել է չէ այն մարդը։ Բախի չեն բանանում հասկացնում։ Պարոն Գևորգյան, փաստորեն ինչ է ստացվում։
Հայկյան բուն տոմարը Հայաստանի մոռացված հաղորդագրությունն է աշխարհին։ Մոռացված հիշողությունն է, լավ ասիր։ Այն գլխին խփել են, էլի խփել են, մոռացել է։ Որը հիմա վերականգնվում է։ Վերջ, վերականգնվել է, վայ։ Վերականգնվել է։ Ինչ է մնում մեզ անելու այսօր սրանից հետո։ Ասեց ինչ ուզում ես արա։ Այսուհետև հայկյան բուն տոմարը ավելի հայկականացնելու։ Ուրիշ ազգներ, գիտես ինչ կաներ, ես չեմ ուզում էլի, դրա համար ասում եմ ինչ ուզում եք արեք տղեկ ջան։ Հիմա ասենք վրացիլներ խոսքի օրինակ, կալմիկներ, գիտես ինչ կաներ, իր ամբողջ ուժերը կներդներ։ Բա դրա մասին եմ ուզում խոսել։ Հա, ես գիտեմ, որ չի անելու, դրա համար չեմ ուզում խոսամ, էլի։ Լավ տոմարային մասով գոնե մենք կարող ենք հայկյան բուն տոմարը վերականգնել Ոչ։ Ոչ, արդի գիտակցության մեջ, արդի էս կենսագիտակցական տեղեկատվական աղբի մեջ դա հնարավոր չէ, բայց շատ շուտ 1-2 տարի, մեկը մի քիչ շուտ է, որտեղ ընդհանրապես մի շրջապտույտ է հայկը։ Հետո պարտադրանքը, ռեսուրսը, պարտադրանքը գալու է դրսից։ Հետ էլ խոսքերս հիշեք, հայը ինքը մինչև դրսից մեկը բան չասի, ինքը տենց է, չէ՞։ Հենց մեկը բան ասում, չես տա տալ, հենց մեկը ներսից է բան անում, եկալու է մի բան խփում գլխին։ Այդ չի հայը։ Ինքը դա դարել է, տենց պատճառ հայկին որ կորցրել է ինքը։ Ու մտածել է նաև որ բելին բանը պարտվել է, էլի բոլորը մտածում են որ այն բելերը ուժեղ են, էլի լավ հիմա։ Սող բանկերը իրանց ձեռն է, նավթը իրանց ձեռն է։ Հա բայց ճշմարտությունը բան է, չէ՞, տենց ծիծաղ է, չէ՞, բայց դա տենց է, հասկանում ես։ Հիմա այս ամբողջ Բայց դա քանդվում է ձեր ասածով։ Մեր ախպերությունն ու այն աղբարությունը, հələ մի հատ միացրու տես դրանց ուղեղը ոնց է աշխատում։ Հավաքական, ես չեմ ասում այն մի փոքր մասայի, այն մեր հզորությունն է։ Հայ ժողովուրդը ունի, յուրաքանչյուր ժողովուրդ ունի, բայց մերը ուրիշ է։ Մենք մի հատ ունենք փոքր գիտակցված գեր, խորագետ, հզոր մարդիկ, միշտ դրանք են փրկել, դրանց ոչ մեկը չի էլ տեսնում։ Էդի կա, հեսա վաղը էդի գալու է առաջին տեղն է կանգնելու, երարխիկ իրա կետին, էդի բնականոն է լինելու, ոչ թե ընդեղ բաներ փոխտի ծախսես, ընտրություններ անես, բաներ սենց թերթեր լսնես, չէ, տենց չի լինելու, այդ արդարության ժամանակ ասում եմ մհերը հելել է, դուրս է եկել, արեք ջան, ամեն ինչը բնականոն անկեղծ անշահախնդիր է լինելու այս աշխարհում Ոչ մի շահախնդրություն չի կարող լինել որպես համակարգային դրույթ։ Չի կարող տենց բան, սաղ կեղծավոր են, դիպ խափումին ու խափումին, հա? Հասկանում ես, առայժմս։ Դրան մնացել է շատ փոքր, 2 շրջապտույտ հայկի, իմ հաշվարկով։ Հիմա դրա դեմը նորից եմ ասում։ Ոչ մեկը, որտեղ ինքը ջարդեց, այդ բելական համակարգը ջարդեց գաղափարը մարդկանց ամբողջ աշխարհի, ասաց ինչ չընթարկվեք, սաղիթ ուտելու եմ, հիմա այդ գործողությունն անում, ինքը իրան կործանեց, կործանելու է, իր գաղափարն էլ հետը։ Վաղը իրանց այդ փողերը, մողերը, հզորությունները դառնալու են սենց, առ ոչինչ, հասկանում ես, ոչինչ։ Այդ մարդիկ դրանով են արժևորվում, այս տեղը չի աշխատում, հասկանում ես։ Աստեղը ամենակարևորը էս չի աշխատում։ Դրանց մոտ ոչ մի զգայական, որևէ զգացմունքային, որևէ բան արտահայտություն դրանց մեջ չկա, անմարդկային, անբարոյական, ամայաբնակ ուլեր են դրանք, հասկանում ես։ Ու դարձրել են նաև շատերին այդպիսին։ Դա բանն է, նարեկացու ձևակերպումն է։ Հա, ուրեմն այդ ժամանակաշրջանը ավարտվել է, վերջ, պրծ, չկա։ Հիմա ով է հավատում, ով չի հավատում, հավատալ պետք չի, որտեղ ամեն մի դրույթ պետք է համոզվել, համոզմունք։ Հիմա եթե մարդիկ չեն կարող դա գիտակցել թիվ-թվաբան, աստղագիտությունը եւ ոչ միայն քվանտային ֆիզիկա եւ այլն։ Հա, բայց նորից եմ ասում, եթե սա չաշխատեց, նույնիսկ սա էլ է աշխատում, ասենք թիվ-թվաբանությունն էլ նեսի չի լինի ոչ մի բան։ Դրա համար տալիս ենք ամեն մարդու կամեցողությանը, սրտի կամեցողությանը, կընդունի սիրտը սրտով, կընդունի, չի ընդունի։ Հիմա ինչ պետք է անեն, ոչ մի բան չի կատարվելու հայերի մեջ, նայի։
բայց դրսում կատարվելու է, մեկը մի հատ ձենա անելու, մեկը սրանք խոռնվելու են, հետո մի երկու տարի հետո ես հայ եմ, սենց ելնեմ, ոնց որ իմ էլ է, իրանք կապ չունեն հայերի հետ, բայց հայ ենք, մենք, բանի, ոնց ես դու հայ, որ չգիտես հայ խոսքի օրինակ էությունը ինչ է։ Պարոն Գևորգյան, կարող ենք պատկերացնել, որ կգա ժամանակը, կգա օրը, որ Հայաստանը կդառնա տիեզերական ժամացույցի կենտրոն, ինչպես Գրինվիչն է արևմտյան համակարգում։ Գրինվիչը աշխարհագրական ուրեմն բառն է, երկրային զրոյական կետն է, մենք 4 ժամ էս կողմ ենք, չէ՞։ Եվ կա տիեզերական կենտրոն, ոչ թե ես պատկերացնում եմ, արդեն արվել է դա, վերջ, արդեն Դա էլ է կատարված։ Իհարկե կատարված է։ Ոչ թե գալու է օրը, արդեն օրը եկել է։ Մի բնականon երևույթ, որը դուրս է եկել արդեն, այդ լուծումը ստացվել է, խնդիրը լուծում ես, չէ՞, դնում ես, խնդիրը լուծում ես, եթե լուծեցիր, դա անպայման ուրեմն արդեն հանդիսավորվում է որպես լուծված եւ կայացած դրույթ, ճիշտ է։ Հիմա արդեն լուծել են խնդիրը։ Ով պիտի նորից եմ ասում, ոնց պիտի դիմակայեմ, ոչ մի կերպ։ Սա տիեզերական ուժ է։ Տիեզերքի դեմ ոչ մեկը ոչ մի խաղ չունի։ Այնտեղ ռում գցել չես կարա, գերձայնային ռակետ չես կարա, հասկանում ես։ Այլ բաներ էլ կա, որ սա ինքնապաշտպանական մի հատ հզոր համակարգ է, մարդկային ինքնության, ինքնապաշտպանություն, ով ուզում է պաշտպանություն ստանա, թող իմանա։ Ու բոլորը իմանան, որ այս մի կյանքում չեն, իրանք պատասխանատու են լինելու հավերժ ու ժամանակի ու հայքի դեմ են, թող էդ էլ մի հատ, իհարկե չեն ընկալելու, ու դա ինձ չի էլ հետաքրքրում, ամեն մարդ գիտի իր խելքի և իր կամեցողություն խնդիրը։ Փաստորեն Հայաստանը իր մոռացված գիտական ժառանգությամբ կարող է դառնալ տիեզերական մտածողության դարձել է արդեն գեոպոլիտիկ կենտրոն։ Արդեն գեոպոլիտիկ չի լինելու աղբեր ջան, նորից եմ ասում։ Այդ գեոպոլիտիկը վերանում է արդեն դրեցինք, դմփեցինք, վերջացավ։ Համերաշխություն։ Եթե մի քանի օր առաջ դու գնայիր նայիր, բանում Արզենիում Հայաստանում ապրող բոլոր ազգերը, հա, եկել էին եւ փառատոներ կայանում։ Եթե կողքից նայիր, ուղղակի կհիանայիր։ Եզդիները, ասորիները, ուկրաինացիները, ռուսները, մալականները, այսինքն, հույները, հայերը միատեղ ներկայացնում էին իրենց արվեստը ամեն մեկը։ Այդ մեր հողի վրա ապրող ժողովուրդ են։ Եվ ինչ մի փոխհամաձայնության, եւ ոգևորության, եւ այլն։ Այդի մենք ենք բոլոր ազգերի հետ միասին։ Մենք սիրում ենք բոլորին, բացի մեզնից իհարկե դա դնենք։ Այդտենց, բայց այդ դրա օրն էլ է գալու, չէ՞։ Մենք այս համակարգը որ դրեցինք, ձեր ձեռի տված հետո իրանք ապարելու են մեր քոչարին ու պարույր կազմեն, հետևում կանգնած է լինելու հայք։ Հետո մեկը տեսել է այդտեղ։ Արմեն Ավետիսյանը իրան տեսիլք է եկել, այդ որ ապարել են, այդ ժողովուրդը ինքը է տեսել։ Որ քոչարին այդ փակ շրջանը, ասում եմ, այդ փակ շրջանը այն առաջվա համակարգներ Էյնշտեյնական էլ է, հասկանում ես։ Փակ շրջանա տվե մարդը, մի կետից միևնույն կետը գալը, հա, պահորաձև է ամեն ինչը։ Այդ հիմնարար դաշտը, դա ժամանակն է, էլի, ոնց են ֆռռացրել մեզի չեմ հասկանում, էլի։ Կներեք ու տենց բառեր եմ օգտագործում, որովհետև դա տենց է, էլի։ Ուրիշ ձևի չեմ կարողանում այդ մարդկանց մասին խոսալ։ Դուք դեռ շատ ասելիք ունեք, մեր հաղորդումները շարունակական են, բարբերաբար հանդիպելու ենք։ Շնորհակալ եմ ձեզ, պարոն Գևորգյան, որ ժամանակ հատկացրեցիք եւ եկաք։ Ես եմ շնորհակալ։ Ամենայն բարիք ձեզ։ Բոլորիս։ Իմ հյուրը հնագույն քաղաքակրթությունների հետազոտող Վազգեն Գևորգյանն էր։ Եվ վերջում, եթե ձեզ ասեին, որ Հայաստանը այս փոքրիկ երկրի մի լեռան վանքից կարող է սահմանել տիեզերական ժամանակի նոր չափանիշ, դուք կծիծաղեիք։ Բայց այսօր մենք լսեցինք մի մարդուց, ով ժամանակը չի չափում ըստ ժամացույցի, այլ ըստ աստղերի շնչառության։ Եվ եթե սա ճիշտ է, ապա ամբողջ աշխարհը իր նահանջ օրերով, իր վայրկյաններով, իր արհեստական ցատկերով կենաց մի օր պիտի նայի Տաթևի կողմը, քանզի ժամանակի իրական գաղտնիքը պահպանվել է հենց այնտեղ, Հայաստանում, եւ ինչպես Վազգեն Գևորգյանն է ասում, տիեզերքի արդարադատ սթափամտությունը զմես եւ հավիտյանս կատարելի։
Շնորհակալություն ուշադրության համար, բաժանորդագրվեք մեր ալիքին խաղաղություն եւ հաղթանակ հայոց աշխարհին։ Եթե ես չհասցնեի, այն ինչ որ հիմա կարողացանք համակարգել, ուրեմն չէի հասցնելու։ Հիմա Հայկը այսպես հանելու է բոլորին, ողջ մարդկությանը։ Ուրեմն այսօր մենք գտնվում ենք այդ վերակայման, վերագործարկման ժամանակային շրջանում։ Մահերը, այո, այն որ մտել էր քարի տակ 12000 տարի առաջ, այո, այն վերջապես դուրս եկավ։ Մահերը դուրս եկավ։ Այո, արդեն դուրս է եկել 2 օր։ Սենսացիոն բան եք ասում, պարոն Գևորգ։ Մահերը դուրս է եկել, հիմա կասեմ ավելի։ Հիմա այդ գիտությունը գաղտնազերծված է։ Հիմա գիտությունը գաղտնազերծված է, ամբողջապես բանաձևված։ Ինչու հիմա, ինչու 2025 թվական 100-ամյակներով գլխիվայր շրջվել էին։ Դրեցինք, դմփեցինք, վերջացավ։ Համերաշխություն։ Դրան մնացել է շատ փոքր, 2 շրջապտույտ Հայկի։